Ես վստահ եմ, որ բազմաթիվ հարցեր իրենց զեկուցվել են եւ զեկուցվում են, այցում նաեւ մեր այստեղ ներկայությունը այնպես չի, որ այնտեղ նստածները տեղյակ չեն, որ մարդիկ հավաքվել են, իրենց խնդիրներ ունեն, իրենց պահանջներ ունեն։ Այնպես որ առաջին հայացքից միշտ թվում է, որ միգուցե անիմաստ գործով ենք զբաղված, միգուցե որևէ ձևով լսելի չէ այս ամեն ինչը, բայց այդպես չի։ Ես մի օրինակ բերեմ, երբ որ էլի միջև բլոկադայի ժամանակահատվածներ Հարավային Կովկասի ներկայացուցիչ գրասենյակի հետ ԵՄ հանդիպում էր Բրյուսելում, այդ նամակները կամ այս բողոքի ակցիաները առնվազն իրազեկվածություն է նրանց համար ապահովում, այլ հարց է, որ արդեն քաղաքական, տնտեսական եւ այլ ոչ մարդկային եւ ոչ մարդկային շահերը նրանց միգուցե խոչընդոտում են որևէ այլ գործողության դիմել։ Հիմա սա ավելի շատ պահանջված է, որովհետեւ ինչի համար, եթե նախկինում այս խնդիրները նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մակարդակով են բարձրաձայնվում։ Հիմա ոչ միայն չեն բարձրաձայնվում, այլ բարձրաձայնվածն էլ փորձ է արվում խլացնել։ Հետևաբար ասել, որ այսպիսի խնդիրներ կան եւ տեղեկացնել շատ կարեւոր է։ Պարոն Ստեփանյան, այս հանդիպումից հետո ակնկալում եք, որ ձեր բարձրացրած խնդիրները այլ լուծում կստանան ավելի շոշափելի արդյունքներով։ Այո, ակնկալում ենք, առնվազն ակնկալում եմ, որ հումանիտար բնույթի խնդիրները առավել մեծ քննարկման եւ ուշադրության կարժանանան։ Ինչի մասին է խոսքը, առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցն է, անհետ կորածների ճակատագրերի որոշման հարցն է, մշակութային ժառանգության պահպանության հարցն է։ Եթե օրինակ վերադարձի խնդիրը, որը իր բնույթով իրավաքաղաքական է, շատ ավելի դժվար կլինի քննարկման առարկա դարձնել, ապա հումանիտար բնույթի հարցերը պարտադիր կերպով պետք է քննարկման առարկա դառնան։ Պարոն Ստեփանյան, ասում եք հումանիտար հարցերը քննարկման առարկա դառնան, բայց Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը որոշել են, որ իրենք երկուսով առանց որևէ միջնորդի են ուզելու իրենց միջև եղած բոլոր հարաբերությունները։ Հիմա եթե իրենք եվրոպական կառույցներին ղեկավարն երկրների ասում են դուք մի միջնորդ եք, մենք ուղիղ կապով, վաղուց որոշենք մեր հարցերը։ Հիմա ինչ ակնկալիք ունենք, որ իրենք կարողանան ազդել։ Իսկ արդյոք այդ հումանիտար հարցերը միայն Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի որոշելիքն են։ Ախր այդպես չի, չէ՞, միջազգային իրավունք կա, այդ միջազգային իրավունքը ամրագրում է, որ հումանիտար բնույթի հարցերը համամարտկային են։ Դրանք ոչ թե երկու Ես համաձայն եմ ձեր ասած, եթե այնպես չի, որ ողջևորված եւ ամենավառ լավատեսությամբ ենք կանգնել այստեղ, բայց այլ տարբերակ առաջարկեք, բարձրաձայն ունեք այլ տարբերակ խնդիրները առաջ մղելու։ Երևի Ալիևի մոտ բարձրաձայն եք։ Դե այդ Ալիևը եթե ժամաներ, միգուցե Ալիևին էլ կարելի է այդ հարցերը ուղղել, բայց այսինքն ոչ թե միջնորդի, այլ այդ նույն պարտավորությունը հումանիտար խնդիրների կարգավորման հավասարապես ունեն Եվրոպական միության անդամ երկրները եւ նաեւ Եվրոպական միության կառույցները իրենք իրենցով։ Հետեւաբար մեր ակնկալիքն նաեւ որ իրենց միջոցով այդ հարցերը բարձրաձայնվեն։ Եկեք տեսակ օրինակ Մակրոնը հարցին ի պատասխան նշեց, որ ինքը այդ գերիների հարցը կքննարկի։ Փաշինյանի եւ Ալիևի Հիմա եթե խոսեց կամ նախորդիվ նման այցի ժամանակ J.D. Vance-ը խոստացավ, որ այդ հարցը քննարկման առարկա կդարձնի։ Առնվազն պետք է նաև սա հասկանանք, որ այդ մարդկանց հարազատները նաև մեզանից բոլորից այդ ակնկալիք ունեն, որ իրենք իրենց խնդրի հետ միայնակ չպետք է մնան եւ այս խնդիրները պարբերաբար պետք է բարձրացնեն։ Տեսեք, գերիների վերադարձի հետ կապված բարձրացումը, օրինակ եվրոպացի առաջնորդները, կոնկրետ Ֆրանսիայի նախագահը, ինչ մեխանիզմ, ինչ գործիքակարգ կարող է գործադրել, որպեսզի գերիները կարողանան վերադառնալ հայրենիք։ Ունեն նման գործիքակազմը, թե չունեն կամ ունեն միջև այս բանը չեն ուզեցել։ Գերիների խնդիրը, շնորհակալություն հարցի համար, գերիների խնդիրը ես պնդում եմ, որ իրավաքաղաքական կարգավորում ունի, այսինքն հիմնվել միայն իրավունքի կամ իրավական գործընթացների վրա, այլևս որևէ արդյունավետություն կամ նվազ արդյունավետություն ունի, կարող է ունենալ։ Այո, ունեն գործիքակազմ եւ այդ գործիքակազմը օրինակ Ադրբեջանի հետ այդ թեմայով բանակցություններ վարելն է։ Աշխարհում բազմաթիվ նման դեպքեր կան եւ նախ գերիներ չեն, եկեք խոսենք, որ ասենք, որ դրանք պատանդներ են եւ պատանդարված են այնտեղ քաղաքական պատճառներով։ Կարող են տարբեր երկրների ղեկավարներ, առաջնորդներ իրենց
Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններում քննարկման նյութ դարձնել հայ պատանների վերադարձի հարցը։ Այո, դա գործիքակազմ է, մեխանիզմ է, որ կարող են կիրառել։ Այլ հարց է, թե որքան է նրանց համար այդ հարցը կարևոր կամ հրատապ։ Եթե կարևորություն ունենան, ապա կանոնակ տեսնում ենք, որ պարբերաբար ուկրաինացի գերիներ են վերադառնում կամ փոխանակում է իրականացվում, կամ իսրայելական մերձավոր արևելյան կոնֆլիկտի պարագայում ենք տեսնում։ Ես օրինակ ամերիկյան կոնգրեսում հանդիպումների ժամանակ, երբ որ մտնում ես կոնգրեսմենների կաբինետներ, պատերին բոլորը գերիների նկար են, բայց որևէ տեղ չեմ տեսել, որ հայ գերիների նկար կախված է։ Այս դա է ամենակարևոր հարցը, որ մեր այս կարևոր խնդիրը չի դառնում նրանց համար։ Ինչու՞։ Որ մի կողմից պետական մակարդակով չի բանարվում, խորհրդակցում են օրինակ առաջարկներ են ուզում, ինչ մակարդակում կամ ինչ ձևաչափերում այս հարցերը քննարկել են, որում հիմնականում հումանիտար բնույթի է, բայց չի շրջանցվում նաև օրինակ նույն վերադարձի